Դերասանուհի Էմմա Մանուկյանն, ով ներկայումս մարմնավորում է Աննայի կերպարը Դիանա Գրիգորյանի ամենադիտված նախագծերից մեկում «Վերջին զանգը» սերիալում, շարունակում է հիացնել հանդիսատեսին իր տաղանդով և խորը հոգեբանական խաղով։ Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսանյութում Աննայի կերպարը ներկայացվում է հուզիչ ու բարդ իրավիճակում։ Տեսանյութում Էմմայի մարմնավորած հերոսուհին լաց է լինում և հետո ուշագնաց է լինում հուզական բարձր լարվածության հետևանքով։ Բազմաթիվ հետևորդներ սոցիալական ցանցերում իրենց անհանգստությունն էին հայտնել, ենթադրելով, որ տեսագրվածը իրական իրավիճակ է և դերասանուհու ինքնազգացողության հետ կապված խնդիր կա։ Սակայն ըստ ստացված հավաստի տեղեկությունների, տեսագրությունը սերիալի նկարահանումներից է և այն ամբողջությամբ հանդիսանում է դերասանական բեմադրություն։ Էմմա Մանուկյանը լիովին առողջ է և շարունակում է իր ակտիվ ստեղծագործական գործունեությունը ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ թատերական ասպարեզում։ Էմմայի մարմնավորած Աննայի կերպարը սերիալում կրում է խորապես հուզական բեռ։ Նա ապրում է ներքին տատանումներ, երկվություններ, ստիպված է բախվել բարոյական և ընտանեկան բազմաթիվ բարդույթների։ Աննան ոչ միայն սերիալի էմոցիոնալ առանցքն է, այլև իր պահվածքով, բառերով և լռությամբ հասցնում է հանդիսատեսին բեմից այն կողմ ընկած դաժան իրականության զգացողությունը։ Էմմա Մանուկյանի խաղը ոչ թե միայն կերպար է գրված սցենարով, այլ կենդանի, շնչող ու ցավ զգացող անձնավորություն։ Դերասանուհին կարողանում է ցուցադրել մի ամբողջ հոգեվիճակ ընդամենը մի հայացքով, շնչով կամ լռությամբ, ինչը խոսում է ոչ միայն մասնագիտական բարձր մակարդակի, այլև կերպարի հանդեպ ունեցած խորը վերաբերմունքի մասին։ Սերիալում ունեցած ծանրաբեռնվածությանը զուգահեռ Էմմա Մանուկյանը շարունակում է իր թատերական կարիերան։ Նա ընդգրկված է մի շարք ներկայացումներում և մշտապես հանդես է գալիս որպես կարևոր դերակատար ազգային ու անկախ թատերական նախագծերում։ Թատրոնում Էմման իր հանդիսատեսին ներկայանում է նույն լրջությամբ, նվիրվածությամբ և զգացմունքայնությամբ։ Նրա մասնակցությամբ ներկայացումները հաճախ դիտվում են լեփ-լեցուն դահլիճներով, արժանանալով ինչպես հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, այնպես էլ մասնագիտական գովեստի խոսքերին։ Էմմա Մանուկյանը ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլև օրինակելի արվեստագետ։ Նրա համեստ, ներդաշնակ և խոհեմ վարքագիծը նրան առանձնացնում է շատերի ֆոնին։ Նա հրապարակայնորեն երբեք չի գերագնահատում իր հաջողությունները և շարունակում է սովորել, զարգանալ ու կատարելագործվել։ Իր հարցազրույցներում Էմման հաճախ է շեշտում, որ իր համար կարևորը հանդիսատեսի անկեղծ արձագանքն է։ Իր կերպարների միջոցով նա ուզում է պատմել այն մասին, ինչը մարդը երբեմն չի համարձակվում բարձրաձայնել՝ ընտանեկան ճնշումներ, հուզական խեղդվածություն, ներսում կուտակված ցավ և սիրո փնտրտուք։ Էմման ակտիվ է նաև սոցիալական ցանցերում, հատկապես Ինստագրամում։ Նա հաճախ է կիսվում նկարահանումներից, թատրոնից կամ առօրյայից լուսանկարներով ու տեսանյութերով։ Նրա հրապարակումները զերծ են մնում ցնցող կամ սկանդալային բովանդակությունից, մնալով ճաշակով, բովանդակային ու անկեղծ։ Երկրպագուները գնահատում են դերասանուհու բնավորությունը և ջերմությունը։ Շատերը գրում են, որ Էմմայի խաղով են լալիս, ապրում ու նույնիսկ մտածում իր կերպարների ներքին պայքարների շուրջ։ Էմմա Մանուկյանն այս պահի դրությամբ համարվում է հայ նորագույն սերիալային արվեստի ամենահմուտ, հոգեբանորեն խորն ու տեխնիկապես պատրաստ դերասանուհիներից մեկը։ Նրա աշխատանքն Աննայի կերպարի վրա խոսում է մեծ պատրաստվածության, ներքին հասունության և դերասանական բացառիկ ճշգրտության մասին։ Նա իր խաղով ոչ միայն կերտում է կերպար, այլ նաև հանդիսատեսին տալիս է հնարավորություն տեսնելու այդ կերպարում։ Մենք մաղթում ենք դերասանուհուն նոր բարձունքներ, հոգեկան խաղաղություն ու ստեղծագործական անսպառ ներշնչում։ Էմման այն արտիստներից է, ում ներկայությունն այն կողմ լիարժեք է ու արժեք է։ Էմմա Մանուկյանը 2011 թվականին ավարտել է Թատերական ինստիտուտը, իսկ 2016 թվականին ընդունվել դրամատիկական թատրոն։ Ես չեմ փնտրում թատրոն, որը այստեղական է, այլ փնտրում եմ թատրոն, որը աստեղական է։ Դերասանուհին ծնվել է 1989 թվականի փետրվարի 7-ին Երևանում։ Նշենք, որ դերասանուհին ժամանակին զբաղվել է նաև պրոֆեսիոնալ պարով։ Ինչու որոշեցիք հեռանալ պարարվեստից հարցին նա պատասխանել է. ժամանակի սղության պատճառով։ Եկավ մի շրջան, երբ անհնարին դարձավ համատեղել երկու մասնագիտություններս ու ընտանիքս։ Աղջիկս մեծանում է ու ես չեմ կարողանում բավարար ժամանակ հատկացնել նրան։
Որպես երիտասարդ դերասանուհի, ինչ եք կարծում երիտասարդ կադրերն այսօր ճիշտ են օգտագործվում թատրոնում և կինոյում, կերպարները կարծես միապաղաղ են, դա դերասանի, սցենարիստի, թե ռեժիսորի բաց թողումն է։ Անկեղծ ասած դժվար հարց է, միանշանակ պատասխան տալ չեմ կարող, բայց կոնկրետ մեր թատրոնում երիտասարդներն ունեն աշխատելու և ինքնադրսևորվելու բոլոր հնարավորությունները։ Ինչ վերաբերում է կերպարների միապաղաղությանը, ապա ինձ թույլ չեմ տա քննարկել կոլեգաներիս բաց թողումները, եթե նույնիսկ դրանք առկա են։ Չեմ կարծում, որ տարիքս ու արվեստում անցած ճանապարհս թույլ են տալիս ինձ մատնանշել որևէ մեկի բաց թողումը։ Ինքս փորձում եմ ամեն ինչ անել, որ կերպարներս չկրկնվեն։ Դերասանները մեծամասամբ իրենց տեսնում են այս կամ այն կերպարում ու անհամբեր սպասում այդ երջանիկ օրվան։ Ձեզ ինչ կերպարում եք տեսնում, ինչ դեր կցանկանայիք, որ ձեզ վստահվեր։ Ինձ ոչ մի կոնկրետ կերպարում չեմ տեսնում, ստանում եմ դերն ու սկսում տեղավորվել դրա մեջ, իսկապես չեմ կարող թվել կերպարներ, որոնք երազում եմ խաղալ։ Ըստ ձեզ, որոնք են դերասանական աշխարհի մերօրյա խարդախությունները։ Չեմ հավատում խարդախությունների, հավատում եմ աշխատանքին։ Անհնար է, որ աշխատասեր ու իր գործին նվիրված մարդը չկարողանա իր համար ճանապարհ հարթել։ Անհաջողությունների մեջ միշտ ինքս ինձ եմ միայն մեղադրում և ոչ թե շրջապատին, ուրեմն պետք էր ավելին անել։ Ունեք ընկերներ, ընկերուհիներ ձեր բնագավառում, թե կհաստատեք այն համոզմունքը, որ նույն ոլորտի մարդիկ լավ ընկերներ չեն դառնում։ Իհարկե ունեմ դերասան ընկերներ։ Կարծում եմ աշխատանքային ոլորտն ընկերության հետ կապ չունի, համենայնդեպս ինձ համար այդպես է, ընդհանրապես ես շատ քիչ ընկերներ ունեմ, բայց նրանք այն մարդիկ են, որոնց անսահման սիրում եմ։